Ռուսական բարձրագույն իշխանությունը, որ տեսնում եմ, լսում եմ, ես միշտ այն Սասունցի Դավթի այն դրվագն եմ հիշում, որ Դավիթը տալիս ճաղում է Մսր Ամելիքին մեջտեղից, հա, Ամելիքն ասում է, ինձ բան չկա, էլի, բառացի չեմ հիշում իհարկե, հա, ասում է, հələ թափ դուր քեզ, հələ մի հատ թափ դուր քեզ, հələ տես բան չկա, այն ձևով է ճղել, որ խաբար չի եղել, որ մեջտեղից կիսած է, Մելիքը 2 կես է եղնում, հիմա ես Կռեմլը դեռ խաբար չի էլի, որ իրանք ճղել են մեջտեղից, ինքն է ճղել ճիշտն ասած իրեն եւ ոչ թե մեկ ուրիշը, թող խելոք նստեր մարդավարի պետություն սարքեր եւ չտային աչքը չհանեին, էլի, հիմա կեշ վիճակի մեջ է ու որոշում է զանգել բանին, Իրանի Իսլամական Հանրապետություն աջակցություններ եւ այլն եւ այլն։ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի արտգործնախարարը տեղեկացրել է ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին հակազդելու քայլերի մասին, իմացար, նշելով, որ դրանք խոչընդոտել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ հայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու մասին։ Լավրովը դատապարտել է Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումը, ընդգծելով դրա անհապաղ դադարեցման եւ իրավիճակը քաղաքական դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը, նա նաեւ հայտնել է Ռուսաստանի պատրաստակամությունը աջակցելու խաղաղ լուծումներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Լապշա էլի, հա։ Իսկ պարոն Լավրով, չեք դատապարտում Ռուսաստանի Դաշնության հարձակումը Ուկրաինայի դեմ։ Այս տեսակ կարճելի բանը, վարքը դե կրկնակի ստանդարտների մասին ենք էլի նորից խոսում, այսօր տխուր օր է այդ իմաստով էլի, հա։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։